հողի տունա, պատերս խոնավ, լրիվ խոնավ, ջուրը այն սկզբից էլ քաշում է, ինձայա։ Հիմք չկա, բան չկա, կկռիցները պոլերից հելնում էին, ծակերը, այս կոմերը սաղ ծակա, այն թույն բերի, այն բան բերի, ինձ են են կծային, այս թորից քանի անգամ են կծային, քիթս կծել են, այն թոքր թորից են կծային, բան չից մահացա վերիխվեց, կռից կծացից, վիրահատված երեխես, սրտի վիրահատում արած, Արնետները, ահա, այս գազի բանով հելնում էին, ոնց որ ալպինիստ, ինչ անեի, ոնց անեի, գնացել եմ դիմել եմ Սարիփետ կայանի ամեն ինչ, թույնել եմ բերել, էլ չի բերացել, քշերը հունչում էին, քանի անգամ իմ մատերն են քրքրել, այս թորից են քրքրել քրպես, ծոց էի պահում, որ իրան չկտեին ինձ էին քրքրել, ինչքան կարելի է այս տան մեջ ապրել, էլ հնարավորություն չկա, նեղված եմ, գնելու տեղ չկա, ու յուտս չկա, երեխեքը դասեր էին, սաղ մի տեղ, բոլին կծում եմ ստեղ, ստեղ կծում եմ, չկա հնարավորություն, ասունացած երեխեք են, ասում են, հորնմոր տոցը թող կնեն, մարդու կնիկ իրար են, չեն կարող կնեն, երեխեքը ծոցը կնեն, այդ բորտեղ ագրված, իրանց երեխեքը երևի ծոցում են կնում, հա, Տիկրանց Սարգսյանը հրամանը կտա, առաջնային ձեզի հերթի բանկանին, ձեզ կապահում ենք, բայց միջև միք չկա։ Մեր թաղապետարանի հետ բաժնի, հետ կոմունալ բաժնի հետ ով որ եկե ստուգել են, դրանք են ասել, մեր հաշվով երեխա եք բերում պետության հաշվով, հո մենք չենք պահելու ձեր երեխեքին։ Եկան ազատամարտիկների միտինգներ, եկան երկու հատ լակոտ էին ղրգեշ տարածքի հավաքաններից, որ ինչ ես անում աստե, արի քեզի ճանաչում ենք, արի մենք քեզի ինչով կարանք կօգնենք, մենակ մի արի միտինգներին, բան ասինցի բնակարան ապել, այ էդի լուրջ հարց է, ասում է, դե արի մեր կողմը եղի, կնայենք էլի քեզի, դե որ դու բողոքավոր ես, մեր վրա բողոքում ես, դրա մարել տանդ մանդ հարցերը չենք լուծում։ Այդ է, հրապարակից եկան մաշվով ինձի դրին, բերինք տուն, որ իբր ըստե գործ չունես, թե չէ ընտանիքիդ այդ նայի մտածի ընտանիքիդ համար։ Ձգձգում են, որովհետև ընդդիմադիր են, բողոքում են իրանց վրով, բողոքավոր են։ Ով որ բողոքում է այս կյանքից, նրանց չեն բարելավում, ով որ ջիպ ունի, ով որ իրանց վրա չի բողոքում, ով որ լավ է ապրում, նրանց մի հատ բնակարան ունեցողին են երկրորդ են տալի, նվեր են տալիս, ոչ թե ես իմ օգնում են, այլ նվեր են տալի, 100 հոգու տվին առաջնահերթ իմ հարցնել, բայց չտվին ինձի, որովհետև ես բողոքավոր եմ, ասում են ապահով Հայաստան, ասի ինչով է ապահոված Հայաստանը, բնակիչ ապահով է իրան ազգում, ասում է դե նրանով է ապահով, որ Սերժին մի հատ բան եք ասում իշխանությանը ձեզի չեն խփում, այ դրանով է ապահով Հայաստան, ազատ եք խոսում, մեծ եք խոսում, ինձ հասանելիք կա, ինձի հասնում է բնակարան, որովհետև ես 6 երեխա տեր եմ, ինձի մեկս էլ մահացել է 5 եղել, ասում են դե մահացել է մեկը, ինչ կապ ունի, մարդ ծնան է բերել է, լուսաշխարհ է ապրել է, շնչել է այդ մարդը, ում պատճառով է մեղել, իրանց պատճառով, իրանց այդ անփույթ բժշկության պատճառով։ Ես տուն եմ ուզում, մեկ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը։